Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի լրագրողներ, թույլ տվեք նաև ընդառաջ գնալով ձեր կոչերին, հաշվի առնելով ձեր աշխատանքի հետ կապված խնդիրները, ես ինչքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ մեր ընտրական ծրագրի գլխավոր ուղղությունները եւ ուղենիշները, որից հետո պատրաստ կլինեմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Նախ ասեմ, որ մենք միանգամից հայտարարում ենք, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մարդկանց կյանքը, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը փոխվի դեպի լավը, փոխվի դեպի իր ուզածը։ Ի վերջո ինչ է ուզում հայ մարդը։ Եվ երբ որ ես ասում եմ հայ մարդ, ես նկատի ունեմ նաև Հայաստանի Հանրապետության մեր եզդիներին, ռուսներին, քրդերին, ասորիներին եւ այլ ազգային փոքրամասնություններին, որովհետեւ նրանք մեզ համար շատ թանկ են եւ իրավահավասար քաղաքացիներ են Հայաստանի Հանրապետության։ Հայ մարդը այսօր ուզում է շատ պարզ բաներ։ Ինքը ուզում է, որ մենք ունենանք ապահով անվտանգ երկիր, ուզում է խաղաղություն, հայ մարդը ուզում է հնարավորություն ազատ ստեղծագործելու, ունենալու արժանապատիվ աշխատանք եւ այդ աշխատանքով երջանկացնելու կամ այդ աշխատանքի պատուղներով երջանկացնելու սեփական ընտանիքը։ Հիմա կարճ անդրադառնամ բոլոր կետերին։ Առաջինը դա անվտանգության բլոկն է։ Մեր ռազմավարությունը անվտանգության հարցում։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։ Մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված TRIP միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը TRIP-ի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարա դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակազմ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը եւ նաեւ շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա
պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Մեր առաջարկված երկաթուղին հիմա ձեր էկրանին է։ Սա մշակված ծրագիր է։ 2016 թվականին չինական լուրջ մի ընկերություն բոլոր հաշվարկները արել է եւ 3 հնարավոր մարշրուտից ընտրվել է հենց այս հաշվարկը։ Սա եթե իրագործվում է, մենք սկսում ենք այդ երկաթուղին կառուցել Գագարինից, այսինքն Գագարին, ես հիմա անպայման ուզում եմ այդ բնակավայրերը եւ կայարանները ասել, որովհետեւ մոտավորապես 160,000 բնակչություն դրանից շատ լուրջ բան է ստանալու, օգուտներ է ստանալու, ել չեմ ասում, որ ամբողջ ժողովուրդը մեր շատ մեծ օգուտներ կստանա։ Դա Գագարինն է, Նորաշեն, Հայրավանք, Գավառ, Գեղարքունիք, Վարդաձոր, Մարտունի, Նշխարք, Քարագլուխ, Եղեգիս, Վարդաձոր, Մարտունի, Հերմոն, Կարմրաշեն, Գեդեվազ, Սարավան, Գորայք, Ծղուկ, Շաքի, Սիսիան, Դարբաս, Տաթև, Վանեկ, Կապան, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Մեղրի եւ Ագարակ։ Բնականաբար մենք նաեւ տեսնում ենք, որ այս ծրագիրը սրանով չպետք է ավարտվի, նաեւ Ագարակից պետք է կապ ստեղծի կամ Թավրիզի կամ Ջուլֆայի հետ, բանի Իրանի տարածքով, որը արդեն կկապի Հայաստանը երկաթուղային ուղով Իրանի հետ։ Եթե սա իրականացվում է, մենք ստեղծում ենք Հայաստանի համար լրիվ նոր իրավիճակ, որովհետև առաջին անգամ վերջապես Հայաստանը ինքը իր հետ կկապվի Հայաստանի տարածքով, այսինքն մենք Զանգեզուրի, Սյունիքի հետ, Մեղրի հետ կապը կունենանք արդեն երկաթուղիով լրիվ մեր տարածքով։ Սա կապահովի գործարար աշխուժություն եւ այս առանցքի շուրջ եւ որովհետեւ այս ծրագիրը ունի նաեւ բավականին լուրջ պոտենցիալ դառնալու համաշխարհային տրանզիտային ուղի։ Հիմա ես մեծ քարտեզը ցույց եմ տալիս, սա իրականացնելու դեպքում մենք Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը, Պարսից ծոցի հետ, Հնդկական օվկիանոսի հետ եւ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։ Էլ չեմ ասում, որ եթե Ինգուշետիայի վրայով իրականացվի Ռուսաստանին Վրաստանի հետ կապվող երկաթուղու կառուցումը, սա արդեն կդառնա ուղիղ կապ նաև Ռուսաստանի հետ։ Ընդ որում կապ, որը բացարձակապես անկախ է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Այսինքն սա կարևորագույն մի պրոյեկտ է, որը մի կողմից լուծում է մեր անվտանգության հարցերը, մյուս կողմից ապահովում է մեր անկախությունը Ադրբեջանից ու Թուրքիայից եւ ի վերջո Հայաստանը դարձնում է տրանզիտային լրջագույն հաբ։ Արտաքին քաղաքականության նոր մոդել ենք առաջարկելու, որը sense մի քիչ մի հատ փոքր պատմական ռեսուրս անեմ, այն քարտեզը, որ դուք հիմա տեսնում եք, սա հայտնի համաշխարհային հայկական արևտրական ցանցի բանն է, աշխարհագրությունն է, որը ցույց է տալիս, որ հայերը ժամանակին կարողացել են լինել կապավորը արևելքի եւ արևմուտքի միջև։ Դուք ստեղ տեսնում եք, որ միջև Ճապոնիա, Չինաստան նրանք գնում էին, իսկ կապում էին այդ ժողովուրդներին անգամ Եվրոպայի հյուսիսային երկրների հետ։ Սա մոռացված մի դերակատարություն է, որը մենք անպայման պետք է վերականգնենք։ Մենք աշխարհին ասելու ենք հետևյալը. մենք ոչ մեկի սատելիտը չենք, մենք չենք թույլ տալու, որ արևմուտքը եւ Ռուսաստանը կռվեն Հայաստանի տարածքում, դա բացառվելու է։ Մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք կռվադաշտ չենք, այլ մենք ինքնիշխան պետություն ենք։ Եվ սա
դառնալու է մեր արտաքին հարաբերությունների նոր մոդելը։ Այստեղ մի հետարքիր առաջարկ ունենք, որ ընդունենք բարեկամ երկրների մասին օրենսդրություն, որի իմաստը հետևյալն է լինելու։ Այն երկրները, որոնք մեր պետական մարմինների եզրակացությամբ չունեն թշնամական, չարամիտ պլաններ, ժողովրդագրական վիճակը փոխելու, Հայաստանի պետականությանը վնաս տալու եւ այլն, այդ երկրներին մենք կշնորհենք այսպես կոչված բարեկամ երկրների կարգավիճակ, բացելով դռները իրենց առաջ, արտոնություններ ստեղծելով միգրացիոն եւ ներդրումային քաղաքականության առումով։